Միաժամանակ հիշողություն, աշխատանք եւ պատասխանատվություն մշակութային հայացքն այսօր ուղղել ենք թանգարանային ոլորտին, քանի որ զրուցելու եմ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Արմենուհի։ Ողջույն։ Լավ եք։ Լավ, շնորհակալ եմ դու։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, ես էլ եմ լավ։ Տիկին Ավետիսյան, ուզում եմ խոսենք թանգարանի այսօրվա փուլի մասին։ Ինչ փուլում է թանգարանը, ինչ է արվում այսօր։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այսօր թանգարանը շատ պատասխանատու փուլում է իրականում, քանի որ ողջ թանգարանային կյանքը լցված է վարպետի ծննդյան 150-ամյակի միջոցառումներով։ Մենք ունենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին, եւ թանգարանը նույնիսկ արդեն երկուշաբթի օրերն է սկսել աշխատել, ողջ հոկտեմբեր ամսին թանգարանը կաշխատի նաեւ երկուշաբթի օրերը, քանի որ այցելուները շատ են, բոլորը ցանկանում են լինել վարպետի տուն թանգարանում այս տոնակատարությունների ընթացքում եւ երուզերի մեջ է թանգարանը։ Ինչպես է որոշվում, որ նախագիծն է պետք իրականացնել թանգարանում, որը ոչ։ Թանգարանում իրականացվող նախագծերը նախ եւ առաջ հաստատվում են թանգարանի գիտխորհրդի կողմից։ Այնուհետև, երբ մենք որևէ ծրագիր ենք մշակում եւ դիմում ենք նախարարությանը ֆինանսավորման համար, արդեն նախարարությունում հանձնաժողով է կազմվում եւ հանձնաժողովը որոշում է, թե որ ծրագիրը պետք է իրականացվի։ Այս դեպքում արդեն եղավ կառավարական հանձնաժողով Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված եւ կառավարական հանձնաժողովը ընտրեց թանգարանի ներկայացրած 16 ծրագրից որոշ ծրագրեր, որոնք պարտադիր իրականացվում են այս տարի։ Այդ ծրագրերի մեջ էին օրինակ վարպետին նվիրված միջոցառումների այսպես շղթան Փարիզում, որտեղ Իսահակյանն իր կյանքի կարևոր օրերն է անցկացրել, եւ մենք հոկտեմբերի 14-ին եւ 15-ին Ինալկո համալսարանում Փարիզի կունենանք շատ մեծ միջոցառում նվիրված Իսահակյանին, համաժողով, լուսանկարների ցուցադրություն, ֆիլմի ցուցադրություն, այնուհետև արդեն որոշում կա Իտալիայում Վենետիկում իրականացվող միջոցառումների վերաբերյալ եւ արդեն կազմակերպչական աշխատանքները սկսվել են Բխիթարյան միաբանության հետ համատեղ Էլի նախարարության դրամաշնորհի շրջանակում, հոբելյանական ծրագրերի շրջանակում Վենետիկում եւս ցուցահանդես տեղի կունենա լուսանկարների, համաժողով տեղի կունենա եւ մեծ միջոցառում ֆիլմի դիտում տեղի կունենա։ Ունենք հրավեր Թեհրանից, քանի որ հոբելյանական հանձնաժողովը հաստատեց նաև պարսկերեն հայերեն Աբուլալո Մահարի պոեմի թարգմանության եւ տպագրության այս նախագիծը, կունենանք տպագրությանը հաջորդող մեծ շնորհանդես Թեհրանում եւ կունենանք շնորհանդես Երևանում։ Ասեմ նաեւ, որ Փարիզում եւս շնորհանդես ունենք, ֆրանսերեն հայերեն Աբուլալայի այսպես տպագրության շնորհանդեսն է լինելու, որի թարգմանիչն է Կարենը Խուրշուդյան եւ գրքի այսպես խմբագիր է եւ մեծ բավական ընդարձակ եզրակացություն ներկայացնողը Մահեն է, Ժան-Պիեր Մահեն, ֆրանսիացի հայտնի հայագետը, ասեմ, որ սեպտեմբերի 11-ին աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ թանգարանում, թանգարանի այգում, վարպետի ծննդյանը նվիրված մեծ հոբելյանական համերգ եղավ եւ նման միջոցառում դեռևս թանգարանում չէր եղել այսպիսի մեծ մասշտաբի Հայկ Մելիքյանն էր դաշնակահարը եւ շատ հուզիչ, շատ հետաքրքիր, շատ խորհրդավոր լուսային էֆեկտներով, այսպես տեսասահիկներով ողողված, կարծես այգին կենթանացել էր վարպետի եւ շունչ էր առել եւ վարպետն էլ այնտեղ, վարպետի ոգին էլ այնտեղ թևածում էր։ Հրաշալի կատարումներ հնչեցին այդ օրը եւ վարպետի հոբելյանական համերգը Հավուր պատշաճի տեղի ունեցավ, իրականացավ Սարեր հասարակական կազմակերպչական ջանքերի շնորհիվ նաեւ եւ դրա մասին մենք դեռ լսելու ենք, քանի որ տեսանյութերը դեռ տարածվելու են եւ շատ մարդիկ են տեսնելու եւ Հայաստանում եւ հայրենիքից դուրս։ Ես ուզում եմ նաեւ վերհիշենք այս տարվա թանգարանային գիշերը, որովհետեւ կարծես թե այն եւս բուրըն անցավ Իսահակյանի տուն թանգարանում, ինչպիսի արձագանքներ կային եւ առհասարակ ինչ մթնոլորտ էր այդ օրը։
Այո, թանգարանային գիշերներն ընդհանրապես բուրն են անցնում Վարպետի տանը, ունենում ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք ուղղված են տարբեր խմբի մարդկանց, այսօր ունեինք եւ երեխաներին ուղղված միջոցառում, փոքրիկների համար ունեինք միջոցառում, ունեինք մեծահասակներին նվիրված միջոցառում, որը հենց մեծահասակներն էին պատրաստել, Նորքի տուն ինտերնատի մեծահասակներն էին պատրաստել գեղեցիկ ներկայացում եւ հետաքրքիր էր եւ շատ կարեւոր էր մեզ համար, էլի պատմական էր թանգարանի գրական հատվածի ցուցադրության բացումը, որին ներկա եղավ նաև ԿԳՄՍ նախարարը Տիկին Ժաննա Անդրեասյանը, նախարարության դրամաշնորհով թանգարանի գրական հատվածի ցուցադրությունը թարմացվեց, նորացվեց եւ ավելի նոր ոճով, նոր շնչով ներկայացավ հանրությանը, քանի որ մենք մեր առջև դրել ենք խնդիր այսօրվա մարդուն ավելի հասանելի դարձնել Իսահակյանի եւ կերպարը եւ գաղափարները եւ մտքերը եւ Իսահակյանների ընտանիքի այսպես խորհուրդը եւ դասերը այսօրվա։ Տիկին Ավետիսյան, առհասարակ լսում եք այցելուների կարծիքները եւ եթե լսում եք, դա լինում է օրինակ ինչ որ հավաքի ժամանակ դահլիճում, թե գուցե սոցհարթակներից մեկնաբանություններն եք ուսումնասիրում, ինչպես է լինում այս ընթացքը։ Գիտեք, մեզ մոտ մի ավանդույթ կա ձևավորված, երբ խումբը արդեն պետք է գնա թանգարանից, մենք պարտադիր երկխոսություն ենք ունենում, քանի որ Իսահակյանը շատ կարևորել է մարդկային հարաբերությունների հենց այս հատվածը, երկխոսության հատվածը եւ քննարկման հատվածը։ Մենք պարտադիր զրուցում ենք ուսուցչի հետ, զրուցում ենք ով այն անձանց հետ, ովքեր բերել են երեխաներին կամ ընդհանրապես եթե զբոսաշրջիկներ ունենք, պարտադիր զրուցում ենք իրենց հետ, քանի որ սա տուն թանգարան է եւ մի փոքր մթնոլորտն այնպիսին է, որ տան ջերմություն ունի, փորձում ենք նաեւ այդ ջերմությունը ստեղծել, ոչ միայն զուտ պատեր են, թանգարանը ոչ միայն պատեր է, այլև ոգի է, հոգի է, ընտանեկան ջերմություն է, չէ՞։ Փորձում ենք այս մթնոլորտը ստեղծել մեր այցելուների համար եւ պատկերացրեք, այո, իհարկե լսում ենք, միանշանակ լսում ենք եւ եթե չլսեինք, չէինք իրականացնի բազմաթիվ ծրագրեր, որոնց շնորհիվ աշակերտները այլևս չեն ձանձրանում թանգարանում եւ չեն հոգնում թանգարան այցելելիս։ Մենք տեսանք, որ այո, մեր այցելուները բավական իրենց համար բավական դժվար է մեծ էքսկուրսիային մասնակցելը, 1 ժամ լսել Իսահակյանի կյանքն ու գործունեությունը, որովհետև իրոք Իսահակյանի կյանքն այնքան բազմաբովանդակ է, այնքան թվեր կան այնտեղ, այնքան պատմություններ կան, այնքան պատմական իրադարձություններ կան, այո, որ իրոք դժվար է երեխաների համար։ Մենք ընտրեցինք տարբերակ, փուլ առ փուլ մեր աշակերտների մատուցելու Իսահակյանի կյանքն ու գործը, ստեղծեցինք Վարպետը անիմացիոն ֆիլմը, որը Իսահակյանի կյանքը պատմում է, հենց Իսահակյանն ինքն է պատմում իր կյանքի պատմությունը, Դավիթ Հակոբյան Իսահակյանի կերպարն է մարմնավորել ձայնային իմաստով եւ զրույց է կարծես, Իսահակյանը զրուցում է աշակերտների հետ եւ դիտողների հետ եւ պատմում է իր կյանքի պատմությունը հետաքրքիր հուշային պատմություններով, հետաքրքիր դրվագներով, տպավորիչ դրվագներով եւ պատկերացրեք 35 րոպե ֆիլմը դիտելուց հետո որևէ երեխա չի եղել Վերջում մենք ունենք Իսահակյան տիկնիկը, փոքրիկ այդպես տիկնիկային թատրոնի հետ համագործակցությամբ ստեղծել ենք եւ հարցեր է տալիս երեխաներին տիկնիկը ոչ մի երեխա չի եղել, որ այնինչ հարցնում է Իսահակյան տիկնիկը չպատասխանի, քանի որ շատ տպավորիչ է այսպես ներկայացնել է Վարպետի կյանքը։ Ստեղծել ենք մուլտֆիլմ երեխաների համար, որ էլի հետաքրքիր եւ կարեւոր է դարձնում իրենց այցելությունը թանգարան, այսինքն իրենք չեն հոգնում թանգարանում։ Մենք հենց այդ արձագանքները հաշվի առնելով այնպես արեցինք, որ երեխաները եւ հուշային մասը տեսնեն թանգարանի եւ գրական հատվածի որոշ մասեր կրթական ծրագրերի միջոցով լրացնեն տարբեր տարիքներում արդեն։ Կան այցելուներ, որոնք անընդհատ վերադառնում են թանգարան եւ ովքեր են իրենք։ Արդեն ունենք այո այցելուներ, որոնք անընդհատ վերադառնում են եւ պարբերաբար հետեւում են մեր սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարություններին եւ գալիս են թանգարան։ Իրենք մեր ներկայացումների մասնակիցներն են։ Թանգարանը իրականացնում է նախագիծ թատրոնը թանգարանում եւ մենք ստեղծել ենք միայն Սիրո լարը մնաց
ներկայացումը, թատերականացված ընթերցումը, որտեղ պատմվում է վարպետի սիրո նամակների, սիրո պատմությունը Շուշանիկի նկատմամբ այս ամենի մասին եւ շատ հետաքրքիր այսպես կենթանի երաժշտության ուղեկցությամբ խորհրդավոր ռոմանտիկ երեկո ենք ունենում վարպետի այգում եւ ամռանը բոլորը սպասում են այս ներկայացմանը։ Հիմա արդեն ունենք անակնկալ փոքրիկների համար թատրոնը Թանգարանում արդեն տիկնիկային թատրոնն է այցելելու իրենց թանգարանում։ Տիկին Ավետիսյան, ըստ ձեր գնահատականի թանգարանը հասանելի է ֆիզիկապես բոլորի համար։ Կարծում եմ ոչ, դեռևս շատ անելիքներ կան այս մասով, մեր թանգարանը եւս ամբողջապես հասանելի չէ եւ մենք մեր առջեւ դրել ենք այս խնդիրը հասանելի դառնալու, թեպետ քանի որ շենքը հուշային է եւ շատ փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել, որպեսզի կարողանան բոլոր այցելուները այցելել եւ բարձրանալ գրական հատվածներ դիտել, բայց մենք մշակել ենք մեխանիզմներ իրենց տանելու, իրենց հասցնելու, իրենց հասանելի դարձնելու թանգարանային կյանքը եւ հենց այդ է պատճառը, որ ստեղծվեցին ֆիլմերը, մուլտֆիլմերը եւ առցանց էքսկուրսիաները թանգարանային, որոնք մենք տանում ենք մարզային դպրոցներ, տանում ենք ներառականություն ունեցող հասարակական կազմակերպություններ կամ կառույցներ, տանում ենք ծերանոցներ, տանում ենք խնամքի կենտրոնում գտնվող անձանց եւ փորձում ենք ավելի այս միջոցով հասանելի դարձնել եւ մարզերում ապրող մեր բնակիչներին թանգարանային կյանքը եւ Սփյուռքում եւ հայրենիքից դուրս ապրողներին առցանց էքսկուրսիաների միջոցով եւ մեր կողքին ապրողներին այս պահին։ Դուք մոտեցաք իմ հաջորդ հարցին արտերկրի մասին խոսելով Ավետիք Իսահակյան կերպարը միջազգային մշակութային հեղինակություն դիտարկվում է արդյոք, որովհետև թանգարանի այցելուները նաև օտարերկրացիներ են ու այս հարցում կարծում եմ, որ թանգարանը իր հանրահռչակման փորձերը ամեն դեպքում անում է։ Այո, միանշանակ, այս մասով մենք որոշ բացեր ունենք, չեմ ժխտի, բայց ասեմ, որ այս տարին շատ ուրախալի էր, տարին սկսվեց նրանով, որ Լայպցիգում, այնտեղ որտեղ ապրել եւ սովորել էր Ավետիք Իսահակյանը, տեղադրվեց հուշատախտակ, սա աննախադեպ էր, հուշատախտակ, որը պատմում է Իսահակյանի մասին, այնտեղ QR կոդի միջոցով ֆիլմ ենք տեղադրել եւ ֆիլմը պատմում է Իսահակյանի եւ Գերմանիայի Լայպցիգի հարաբերությունների, այնտեղ ապրած տարիների մասին եւ Լայպցիգի գրքի փառատոնն էր Իսահակյանական ոգով եւ նախարարության աջակցությամբ, նախարարության հոգացությամբ եւ կարեւորությամբ, այսպես իրականացավ գրքի փառատոնը եւ Հայաստանը եւս մասնակցեց գրքի փառատոնին Իսահակյանական տրամաբանությամբ, այստեղ ներկայացրեցինք գերմաներեն Արդեն Աբուլալա Մահարի պոեմը, ներկայացվեց վարպետ անիմացիոն ֆիլմը գերմաներեն թարգմանությամբ եւ բազմաթիվ միջոցառումներ ունեցանք Իսահակյանական, սա առաջին փորձերից էր, պատկերացրեք, շատ հուզիչ էր եւ հետաքրքիր, երբ այդ մեկ շաբաթը մենք Լայպցիգում օգտվում էինք մետրոներից կամ ավտոբուսներից եւ այնտեղ տեսնում էինք Իսահակյանի մասին գովազդները, սա իրոք շատ կարեւոր էր մեզ համար եւ առաջին քայլերից մեկն էր, այնքան լավ հանրահռչակվեց Լայպցիգում եւ Գերմանիայում Իսահակյանը, որ ես կարծում եմ, որ երբ Հայաստան այցելեն, իրենք հաստատ պետք է այցելեն Իսահակյանի տուն թանգարան եւ հենց այդպես էլ եղավ, հաջորդ այցելությունը Լայպցիգում հայկական համայնքի ղեկավարի այցելությունն էր թանգարան, իր ընտանիքով իրենք այցելեցին եւ կրթական ծրագրի մասնակցեցին, նոր ցուցադրությունը տեսան թանգարանում, կարծում ենք, որ բացերը աստիճանաբար պետք է լրացնել եւ արդեն ինչպես նշեցի, հաջորդը Փարիզն է, հետո կլինենք Վենետիկում, արդեն նախարարի հոգացությամբ եւ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացվում են նաեւ հաջորդ ծրագրերը, շատ լավ անակնկալ ենք ունենալու, գուցե եւ արդեն հուշատախտակ տեղադրենք Վենետիկում այն տանը, որտեղ ապրել էր Իսահակյանը, գուցե նաեւ Փարիզում տեղադրենք հուշատախտակ։ Այս միջոցով մենք աշխարհին ենք պատմում վարպետի մասին, քանի որ այս տարիներին Իսահակյանը երբ ապրել է աշխարհի այս երկրներում, սովորական զբոսաշրջիկ չի եղել, ինքը ակտիվ մասնակցել է գրական, հասարակական, մշակութային կյանքին եւ նաեւ իր ներդրումն է ունեցել այս երկրների մշակութային կյանքում եւ իր հետ էլ բերել է այս երկրների մշակույթից նմուշներ եւ մասունքներ, որոնք այսօր պահվում են Իսահակյանի տուն թանգարանում։ Վերադառնանք Հայաստան եւ անդրադառնանք այդ ցուցանմուշներին։ Ինչպես են պահպանվում ֆոնդերում ցուցանմուշները, ինչ հաճախականությամբ են իրենք փոփոխվում ցուցասրահներում եւ առհասարակ ինչ է արվում, որպեսզի այս հիշողությունները երկար տարի դեռ մնան թանգարանում։
Թանգարանի ֆոնդերում ցուցանմուշները պահպանվում են ըստ կարգի, ըստ անհրաժեշտության, միանշանակ պարբերաբար թանգարանային աշխատակիցները եւ ֆոնդապահը մասնակցում են տարբեր դասընթացների, ծանոթանում են աշխարհում արդեն նոր մեթոդներին, նոր տեխնոլոգիաներին, թանգարանային առարկաների պահպանման եւ հնարավորինս փորձում ենք այնպես անել, որպեսզի պահպանվի վարպետի թողած ժառանգությունը, ամեն բան կիրառվում է ըստ հավուր պատշաճի կիրառվում է ամեն բան, համագործակցում ենք Մատենադարանի հետ եւ իրականացվում են սանիտարահիգիենիկ աշխատանքներ նաեւ թանգարանում, գրքերի խնամք է իրականացվում, գրքերի մշակում է իրականացվում եւ պարբերաբար թանգարանային նմուշները վերականգնման են տրվում։ Անցյալ տարի մենք 4 կտավ վերականգնեցինք, որոնցից մեկն էր Մարտիրոս Սարյանի ուրեմն լուսաբաց կտավներ Արագածի տեսարանով գեղեցիկ, որը նվիրել էր թանգարանին։ Եվ ասեմ, որ թանգարանը ունի մշտական ցուցադրություն, որտեղ մշտապես ցուցադրվում են առարկաներ, բայց նաև ունենում ենք ժամանակավոր ցուցադրություններ, ցուցահանդեսներ ենք ունենում ժամանակավոր, որտեղ վերհանման եւ նորից վերարժևորման են ներկայացվում թանգարանային այն առարկաները, որոնք պահվում են մեր պահոցներում։ Հատկապես շատ են հետաքրքրում մեր այցելուներին վարպետի հագուստները, փողկապները տարբեր, լայնեզր գլխարկները, ձեռնափայտերը, շատ հետաքրքիր եւ յուրօրինակ են վարպետի կնոջ հագուստները, գլխարկները, քանի որ կինը, երբ ապրել են Փարիզում ապրած տարիներին վարպետի կինը եղել է Փարիզի առաջին դիմահարդարներից, շատ հետաքրքիր, այո, եւ յուրօրինակ կին է եղել, երբ տեսել է, որ ամուսնու ստեղծագործությունները դեռևս լավ չեն վաճառվում եւ ընտանիքը պահելու կարիք կար, սովորել է Իդա Ռուբինշտեյնի դպրոցում դիմահարդարման եւ առաջին հայ դիմահարդարներից է եղել Փարիզում եւ բավական մեծ հաջողություններ է ունեցել, ձեռքի խնամքի միջոցներ է ստեղծել, դեմքի խնամքի միջոցներ է ստեղծել եւ այդ ամենը բերել է իր հետ թանգարան եւ որոշ մաս նաեւ պահվում են թանգարանում։ Շատ բարի, դուք բուռն ներկայացնում եք այս ընթացքում արված աշխատանքները, թե ինչ է արվել արտերկրում, ինչ է արվել Հայաստանում, ինչ է արվում մինչև առ այսօր։ Այս 10 ամիսների ընթացքում 2025 թվականի արված աշխատանքը պտուղ տվել է, այսինքն այցելուների թվի աճ ունենք, թե ամեն դեպքում ստաբիլ որոշակի այցելություններ կան։ Միանշանակ ունենք, միանշանակ թանգարանի իրականացրած ծրագրերի շնորհիվ մեր խնդիրներից մեկը կարելի է ասել լուծման ճանապարհին է, մեր այցելուների մեծ մասը աշակերտներ են, բայց մենք ունենք խնդիր նաև մեծահասակների ներգրավելու թանգարանային կյանք, մենք այդ խնդրի լուծման ճանապարհին ենք եւ բավական մեծ հաջողություններ ունենք այս ասպարեզում, այն ներկայացումները, որոնք ուղղված են մեծահասակներին, նոր ցուցադրությունը, համերգները, դասական երաժշտության համերգները, արդեն նոր այցելուներ են ներգրավում թանգարանային կյանք, ինչը շատ ուրախալի է մեզ համար։ Եվ նաև արդեն ընդլայնվում են նաև փոքրահասակների այցելությունները։ Տիկին Ավետիսյան, կա մի արձագանք կամ մի բնութագիր թանգարանի մասին այցելուների կողմից, որը ամենաշատն է ձեզ տպավորել որպես տնօրեն։ Գիտեք, ես կասեմ, որ թանգարանում չի եղել այդ արձագանքը, բայց մենք միշտ հիշում ենք այդ արձագանքը եւ անընդհատ խոսում ենք դրա մասին, որովհետեւ մեզ համար կարեւոր է, երբ մենք Սոֆիա Իսահակյանի մասին ստեղծված ֆիլմը, որը թանգարանն էր ստեղծել, տարանք Գյումրիում ցուցադրության, որին մասնակցում էին հատուկ կարիքներ ունեցող կանայք, հատուկ խնամքի կարիք ունեցող կանայք, կանանցից մեկը նշեց, որ եթե այս ֆիլմը ավելի վաղ դիտած լիներ, իր կյանքը ավելի այլ կերպ կդասավորվեր։ Այս խոսքը մենք միշտ հիշում ենք, որ ամեն վարքյան մեր արած աշխատանքի արդյունքը գուցե ինչ-որ մեկի կյանք նույնիսկ փոխի, որովհետև Իսահակյանն իր կերպարով լուսավորող կերպար էր, ու այսօր մեր նպատակը եւ մեր խնդիրն է այս լույսը տարածել մեր հանրությանը, մեր ժողովրդին, քանի որ Իսահակյանը երազել է պարզապես իր ժողովրդին տեսնելու անկախ, ազատ, երջանիկ եւ լուսավոր, հենց դրա մասին են վկայում տարբեր երկրներից իր բերած գրքերը, որոնք մինչև այսօր պատմվում են դեռևս Բրյուսովի լեզվաբանական համալսարանի մեծահասակ դասախոսներն են պատմում, որ ուսանողները երբ գերմաներեն գրքեր չունեին, վարպետին էին դիմում այս գրքերը ձեռք բերելու համար եւ լեզու սովորելու, այսինքն Իսահակյանը գիտակցել է լուսավորելու այս կարեւորությունը, մենք էլ փորձում ենք այս լուսավորելու իր մեթոդները իրականացնել նաեւ այս օրերում։
Ես ուզում եմ նաև խոսենք այն մասին, որ թանգարանը նաև վերաբրենդավորվեց, փոխվեց Իսահակյանի տուն-թանգարանի տարբերանշանը, սա ինչ մեթոդ էր եւս մեկ քայլ առաջ գնալու եւ 21-րդ դարին ու մեր օրերին համահունչ քայլելու։ Այո, միանշանակ։ Գիտեք, Իսահակյանի կերպարը իրականում այնպիսին է, երբ փորձում ես սկզբից մինչև վերջ ուսումնասիրել, Իսահակյանն անվերջ եղել է զարկերակին կանգնած։ Ամեն պահ ապրել է այդ ժամանակի անհրաժեշտությամբ, եթե այս պահին պետք էր իր երկրին օգնել, ինքը պետք է օգներ իր երկրին, այս պահին պետք էր մշակույթը զարգացնել, պետք է զարգացնել, այսինքն ժամանակակից լինելու խնդիր մենք չունենք։ Միանշանակ մենք պետք է փորձենք վարպետի խոսքը, գործը, ստեղծագործությունը այնքան հարազատ դարձնել այսօրվա մարդուն, որ այդ խնդիրը չառաջանա։ Մեզ համար ամենամեծ ցավը կլիներ, եթե երեխան մտներ թանգարան ու ասեր դե լավ, էլի հոգնեցինք, էլ չենք ուզում արդեն բավարար է։ Բայց արդեն ունենք նոր տարբերանշան, հետաքրքիր գույներով, որոնք պատմում են Իսահակյանի կերպարի մասին, արդեն ունենք նոր ցուցադրություն, էլի վառ գույներով, էլի առանձնացող գույներով, որոնք դուրս են եկել Արագած կտավից, Արագածի գագաթի գույներից են դուրս եկել մեր նոր ցուցադրության գույները, եւ իհարկե սա համարձակ քայլ էր։ Տիկին Ավետիսյան, եթե այսօր Ավետիք Իսահակյանը մտներ թանգարան, առաջինը ինչ կցուցադրեիք իրեն։ Շատ դժվար բան ասացիք։ Կարծում եմ կցուցադրեինք ֆիլմը, որը իր մասի ստեղծվել է։ Կցուցադրեինք ֆիլմը, այո, որովհետև ֆիլմը շատ մեծ հաջողություն ունեցավ եւ արդեն բազմաթիվ 2 տարի է, ես արդեն թիվը նույնիսկ չեմ կարող հիշել, թե ինչքան երեխաներ են դիտել ֆիլմը ու հենց ֆիլմի միջոցով սիրել Իսահակյանին։ Ֆիլմի միջոցով կերպարը սիրել Իսահակյանին։ Եթե թանգարանը նկարագրեք մեկ բառով, որ բառը կընտրեք։ Խորհրդավոր երևի թե։ Որ ցուցանմուշը երբեք չի հանվի ցուցադրությունից։ Ամբողջ ուշային հատվածը երբեք չի փոփոխվի։ Տարվա ընթացքում ի՞նչն է ձեզ ամենաշատը զարմացրել թանգարանում։ Աշխատակիցների անսահման նվիրվածությունը եւ աշխատակիցների մեծ սերը թանգարանի հանդեպ։ Իսահակյանի որ հատկանիշն է ավելի արդիական, քան երբևէ այսօր։ Այսօր Իսահակյանը, եթե այսօր լիներ, այսօր կլիներ մեծ մտածողը, որի խոսքով մենք կառաջնորդվեինք հաստատ։ Ես շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս։ Ես եւս շնորհակալ եմ։ Մշակութային հաստատությունները լուռ են այնքան ժամանակ, քանի դեռ ներս չես մտել։ Այսօրվա զրույցը եւս մեկ փորձ էր ձայն տալ այդ լռությանը, քանի որ զրուցեցինք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանի հետ։ Կհանդիպենք։